Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքները պոլիտիկայի եթերում։ Այսօր ես զրուցել եմ Իրանահայ Ալիք օրաթերթի խմբագիր վերլուծաբան Արամ Շանազարյանը։ Շնորհակալ եմ, պարոն Շանազարյան։ Նախորդ շաբաթ մենք զրուցեցինք եւ պայմանավորվեցինք, որ առանձին եթեր կունենանք, օգտվելով առիթից, որ դուք Հայաստանում եք, խոսելու Իրանի մասին, պատկերացումներ կազմելու եւ որոշ դեպքերում հասկանալու Իրանի պետական հոգեվոր ներկայացուցիչների քաղաքական հոգեվոր դասի ներկայացուցիչների այս կամ այլ հայտարարությունները ինչ է նշանակում։ Առաջինը, որ մտքից գալիս է, նախորդ եթերում էլ այսպես բանցիկ խոսեցինք այդ մասին, դա այն է, որ մենք հաճախ Հայաստանում վերլուծաբանները օբյեկտիվորեն համարելով, որ Ռուսաստանն ու Իրանը տարածաշրջանում միակ այն պետություններն են, ում վրա կարող է հենվել Հայաստանը, օգնության ակնկալիք ունենալ, համագործակցել, հա, եւ մյուս կողմից այդ նույն վերլուծաբանները նշում են, որ այս իշխանության քաղաքականությունը ինչ որ իմաստով հակաիրանական է, հակառուսական է, որովհետեւ Միացյալ Նահանգներին բերել Իրանի սահմանակից շրջան Հայաստանի, Ադրբեջանի նման հնարավորություններ տալ չի կարող բխել Իրանի շահից, բայց մյուս կողմից լսում ենք Իրանի քաղաքական իշխանության հայտարարությունները, հաջող դեսպանի է այստեղ հայտարարություն եւ իմ մոտ տպավորություն է ստեղծում, որ մենք սխալվում ենք, որ Իրանը որևէ խնդիր չի տեսնում Հայաստանի իշխանության քաղաքականության մեջ, որտեղ է ճշմարտությունը։ Ես պետք է նշեմ ի սկզբանե, որ Իրանը շատ զուսպ, բայց ամենայն զգուշավորությամբ եւ զգոնությամբ հետևում է այն բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Հարավային Կովկասում եւ հիմա մեր զրույցի շրջանակում, մասնավորապես Հայաստանում։ Իրանը չի կարող աչքաթող անել արևմուտքի հետ, այսպես կոչված Հայաստանի իշխանությունների, այսպես կոչված սիրախաղը, որը տեղի է ունենում Մեծ Բրիտանիայի հետ, Գերմանիայի հետ, որոնք ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից են, ինչու չէ նաև Ֆրանսիայի հետ, որպես այդպիսին ռազմավարական հարաբերությունների ձևավորումը Թրամփի ուղի կոչվածը կամ ինչպես ընդունված է մենք ասում ենք Զանգեզուրի միջանցքը, որտեղ Միացյալ Նահանգները անմիջական դերակատարություն է ունենալու, այդ ամեն ինչը կյանքի է կոչվելու, այսպես կոչված Միացյալ Նահանգների կնքահայրությամբ, այս բոլորը աչքաթող չի կարող անել։ Սրանք անվտանգային եւ ռազմավարական վտանգ են ներկայացնում Իրանի Իսլամական Հանրապետության համար երկու դիտանկյունից։ Մեկ իր անմիջական տարածաշրջանային շահերը, իր ռազմավարական ներկայությունը եւ դերակատարությունը տարածաշրջանում, որոնք շատ կարևոր են եւ այս ուժերի արևմտյան, այսպես կոչված արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը տարածաշրջանում բնականաբար թուլացնելու է իր դիրքերը Հարավային Կովկասում։ Եվ երկրորդը, որ ամենակարևորն է նույն հարթության վրա, բայց ես ավելի եմ կարևորում, դա անվտանգային խնդիրներն են, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ակտիվ ներկայությունը Իրանի հյուսիսային սահմանների անմիջական հարևանությամբ կարող է ստեղծել Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Սրանք շատ լուրջ խնդիրներ են եւ Իրանը այն պետությունը չէ, որ մատների արանքով է նայելու այս ամեն ինչին։ Բնականաբար հարցը միայն ընտրությունը չէ, Հայաստանի ընտրությունը չէ, որ առաջնահերթությունը ում է տալիս կամ ինչ ընտրություն է կատարում, հարցը դա չէ, չնայած որ դա էլ է Իրանը կարևորում, ավելի շատ, ինչպես ասացի, այն հետևանքներն են, որ այս ընտրությունը կարող է ունենալ Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Իրանի արձագանքը դեռևս զուսպ է այս ամենին, դիվանագիտական մեսեջների միջոցով է փորձում դա անել, դիվանագիտական ակտիվ հարաբերությունների, եթե նկատած լինեք, անցյալ մեկ տարվա ընթացքում մանավանդ
օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան պայմանավորվածությունից հետո կտրուկ ավելի է ակտիվացել Իրան-Հայաստան դիվանագիտական երկկողմ շփումները եւ պատճառներից մեկը հենց դա է։ Իրանը ցանկանում է հասկանալ ինչ է կատարվում, այս ընտրությունից բացի ինչ հետևանքներ է կարող ունենալ եւ փոխանցել իր մտահոգությունները, իր վերապահումները, այդ ամենը փոխանցել Հայաստանի գործող իշխանություններին։ Դեռևս, ինչպես ասացի, զուսպ է այդ արձագանքը դիվանագիտական մեսեջների տեսքով, փոխայցերի տեսքով, փորձ ակտիվացնել այսպես կոչված ենթակառուցվածքային համագործակցությունը Իրանի հետ, Հայաստանի Հանրապետության հետ տարբեր ոլորտներում, ինչու թե նաև տարածաշրջանային նախագծերում այդ ամբողջը ակտիվացնել եւ բարձրացնել իր դիվանագիտական, այսպես կոչված ներկայության ակտիվության մակարդակը Հայաստան դեռևս այդ մակարդակում է, բայց ինչպես իրանական փորձագիտական շրջանակներն են նշում, ինչու՞ չէ նաև անուղղակիորեն պետական շրջանակներից հաճախ պաշտոնյաներից մենք անուղղակի ակնարկներ, մեսեջներ տեսնում ենք այդ ուղղությամբ, եթե իրապես այս ամբողջը սկսվի Իրանի Իսլամական Հանրապետության համար լուրջ անվտանգային ու ռազմավարական վտանգ ներկայացնել, տրամաբանորեն, տեսականորեն, շեշտում եմ, տեսականորեն հնարավորություն ունի, որ Իրանը կտրուկ վերանայի իր վերաբերմունքը այս ամենի նկատմամբ։ Փորձագիտական շրջանակները անվերապահ շատերը խոսում են, որ անհրաժեշտության դեպքում մենք պետք է նաև, եթե խոսքը գնում է Զանգեզուրի միջանցքի մասին, այն մասին, որ ադրբեջանա-թուրքական ալյանսը այս տարածքը վերցնի, բռնազավթի, բռնակցի իրեն, որ դրա հավանությունը, ինչպես մենք ենք նշում, Իրանում եւս նշում են, որ բացառված չէ եւ շատ հավանական է առաջին իսկ առիթով տեղի ունենա, Իրանը պետք է կոպիտ միջամտություն ցուցաբերի այդ առիթով ու դրա հնարավորությունը գոյություն ունի այս օրերին, բայց այնինչ որ պետական մակարդակով հնչում է, իմ կարծիքով նորմալ է, որովհետեւ երրորդ պետությունը չի կարող միջամտել երկու այլ պետությունների հարաբերությունների միջև, օրինակ Իրան հենց հիմա եւ Հայաստան եւ Գերմանիա։ Հասկանալի է, պարոն Ժաննատյան, բայց ինչն է հետաքրքիր, երբ կար նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եւ կար 9-րդ կետը, որով պիտի էլի ճանապարհ տրամադրվեր Ադրբեջանին ռուսական հսկողությամբ, Իրանի գնահատականներն ավելի խիստ էին։ Օրինակ իրենք այս Թրամփի ուղին, որը շատ ավելի կարծում վատ տարբերակ է, որովհետև չկա Արցախը, բայց կա ճանապարհի այն բոլոր առավելությունները, ինչ ուներ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի 9-րդ կետով։ Ինչու էր Իրանի մոտ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, որի պայմաններում կար Արցախը, կար Լաչինի միջանցքը, այսպես ավելի մեծ դժգոհություն առաջացնում, եւ ոչ թե ավելի մեծ դժգոհություն, ընդհանրապես Թրամփի ուղին իրենք նաեւ ողջունեցին, ասեցին պաշտոնական արտգործնախարարությունը գոնե նաև ողջունեց, ասես որևէ խնդիր չկա, մենք խնդիր չենք տեսնում, դա տնտեսական ինչ որ ծրագիր է, ինչու՞մն է խնդիրը։ Նախ մի բան ի սկզբանե ես նշեմ, Իրանը միջանցքային քաղաքականության, միջանցքային տրամաբանությանը այս տարածաշրջանում կտրուկ դեմ է։ Ինչպես նշել եմ բազմիցս, թեկուզ այդ բանից, որ դու շեշտեցիր, որ ողջունել են, բայց միշտ այդ բայցը շարունակում է, բայցը կա, ողջունում ենք, բայց դա պիտի տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության սահմաններում, չունենա միջանցքային տրամաբանություն, Հայաստանի լիարժեք վերահսկողությունը լինի այդ ամբողջի վրա եւ չխաթարի Հայաստանի տարածքային ամբողջականություն։ Այդ բայցը միշտ նշում են։ Տարբերությունը ո՞րն է։ Ես կասեմ տարբերությունը հենց այն բանն է, որ նշեցիր դու, Արցախը։ Ցավոք սրտի Արցախի չգոյության պայմաններում այն նոր իրականությունը, որը ստեղծվեց այս տարածաշրջանում, բոլորովին նոր իրականությունը, որ Արցախի չգոյության պայմաններում ստեղծվեց, պարտադրում է Իրանին հաշվի առնել իր շահերը։ Իրանը բացարձակապես ցանկություն չունի դուրս մնալու տարածաշրջանային, այսպես կոչված նախագծերից, մանավանդ տրանսպորտային նախագծերից, հաղորդակցության ուղիներից։ Ինքը միշտ էլ ողջունել է, ինչպես ասացի, հաղորդակցական ուղիների ապաշրջափակումը, բայցի այդ շրջանակում, որ նշում էր։ Եվ կա այս իրողությունը, չկա Արցախը, կա այս իրողությունը, կա այս պայմանավորվածությունը ու իրենք փորձում են առավելագույնը քաղել այս բոլորից։
Սակայն դա չի նշանակում, որ չունեն մտահոգություն, նվազ մտահոգված են կամ Չենք տեսնում այդ նվազ մարտահրավերներ կան։ Լավ, ես ուրիշ հարց տամ, պարոն Շահնազարյան, եւ գիտեք, մի փոքր մենք տարբեր հասարակություններ ենք, Հայաստանի հասարակությունը եւ Իրանի հասարակությունը։ Դուք կարող եք ազատորեն այդ այն հարցերը, որ ես կտամ որպես հայ հասարակության ներկայացուցիչ, մի քիչ ավելի ամբռնազբոս հարցեր կարող լինեն, դուք կարող եք պատասխանել այնպես, ինչպես Իրանի հասարակությունում է ընդունված պատասխանելը։ Մեր մոտ տպավորություն է, որ Իրանում կա իշխանության երկվություն, աշխարհիկ եւ հոգեվոր իշխանության։ Ի սկզբանե տարբեր դրանք իշխանություն են, բայց գլխավորը հոգեվորն է։ Հիմա տպավորություն է, որ աշխարհիկ իշխանությունը նախագահ Փեզեշքյանի գլխավորությամբ ոչ թե տարբերվում է միայն նրանով, որ հոգեվոր չէ, այլ ընդդիմախոսն է հոգեվոր իշխանության։ Խնդրեմ, այս հարցին ոնց կպատասխանեք։ Ամենայն պատասխանատվությամբ կնշեմ, որ նման բան գոյություն չունի։ Կա իսլամական հանրապետություն, իսլամական համակարգ, որի շրջանակում աշխատում է երկրի պետական կառավարական ամբողջ համակարգը։ Այդ համակարգի գլուխը, այսպես ղեկավարը երկրի գերագույն հոգևոր առաջնորդն է, այո, ռահբար ընկելաբ, ինչպես ընդունված է ասել, հեղափոխության առաջնորդը Այաթոլլահ Խամենեին է, որը ղեկավարում է երկիրը, եւ մնացյալ բոլոր կառույցները, գործադիրը, դատականը, օրենսդիրը, բոլորը հնազանդվում են իրեն։ Այս իշխանական համակարգը, ամբողջ համակարգը, գործադիրը, դատականը եւ օրենսդիրով հանդերձ աշխատում են իսլամական հանրապետության տրամաբանության գաղափարախոսության շրջանակում, երկրի սահմանադրական օրենքի շրջանակում, եւ չի կարող հակասություն լինել գործադիր իշխանության, օրինակ, որը ըստ ձեզ աշխարհիկ իշխանություն է եւ գերագույն հոգեվոր առաջնորդի միջև, ոչ, ամեն ինչ օրենքով սահմանված է, այս կառավարությունը աշխատում է այդ շրջանակում, վերջին խոսքը, շեշտում եմ, ընդգծում եմ, վերջին խոսքը, թե ներքաղաքական իրադարձություններում, թե արտաքին քաղաքականության հետ կապված վերապահված է երկրի գերագույն հոգևոր առաջնորդին, նրա խոսքը կարմիր գիծ է, դրան անցնել, շրջանցել, հատել հնարավոր չէ։ Այլ բան է, այն ինչ որ դուք նշում եք, այլ բան է։ Կա Իրանում երկու քաղաքական հոսանք՝ պահպանողական հոսանքը եւ բարենորոգչական բարեփոխիչները։ Կառավարությունների մոտեցումը, մարտավարական մոտեցումները, հայացքները քաղաքական սկզբունքային խնդիրներին կապված է դրանից, որ թևն է իշխանության։ Այաթոլլա Ռեյիսին, հանգուցյալ նախագահը, որը պատահարի զոհ դարձավ, ինքը պահպանողական թևի կարկառուն ներկայացուցիչներից էր։ Երկրի թե արտաքին քաղաքականությունը, թե ներքին քաղաքականությունը իր շրջանակներում, որը գծված էր կարմիր գծերով հանդերձ, ընդհանուր ռազմավարությունով հանդերձ, ընթանում էր պահպանողական, այսպես կոչված մտածողության, պահպանողական թևի մարտավարության սկզբունքներով։ Հիմա բարենորոգչականներն են։ Նախագահ Փեզեշքյանը բարենորոգչական թևի ներկայացուցիչն է եւ մոտեցումները այդպիսին են, բայց կրկնում եմ, սկզբունքները մնում են նույնը։ Սկզբունքները մնում են նույնը եւ այդ սկզբունքները շրջանցել, այդ շրջանակից դուրս գալ անթույլատրելի է, չի թույլատրվում։ Ի վերջո կարող է շրջանագից դուրս չեն գալ, բայց տպավորություն է, որ ավելի շատ ընդդիմախոսում են։ Ես վերջերս ընթերցում էի նախագահ Փեզեշքյանի որդու գրառումներից մեկը, տպավորություն է, որ խիստ ընդդիմադիր ինչ-որ հայացքներ ունեցող։ Իսկ որդին պետական համակարգը չի ներկայացնում։ Պետական համակարգը չի ներկայացնում որդին եւ անկեղծ ասած հենց նախագահի որդու այսպես կոչված գրառումների հետ, հաճախ դիրքորոշումների հետ, մանավանդ արտաքին քաղաքականության հետ կապված Իրանի փորձագիտական քաղաքական շրջանակները, մանավանդ պահպանողական շրջանակները խիստ վերապահումով են մոտենում, բայց շեշտեմ, ինքը պետական համակարգը այնուամենայնիվ չի ներկայացնում, չի կարող որպես պաշտոնական խոսք հնչել։ Լավ, պարոն Շահնազարյան, մի տեղեկություն ունեի, որ ուղղակի ուզում ճշտել, արդյոք դուք լսել եք նման տեղեկություններ, թե ոչ, որ Իրանում ինչ որ պահի կարծել են, կամ գուցե նաև հիմա են կարծում, որ եթե իրերի ընթացքը Հայաստանում այսպես գնա, ամենահավանական հաջորդ իշխանավորը վարչապետը Հայաստանի կարող է լինել Արմեն Գրիգորյանը։ Կա նման քննարկում, ընդհանրապես լսել եք նման տեղեկություններ, թե չէ։ Տեսեք, անկեղծ ասած, ասեկոսիների սահմանում է։ Ես էլ եմ լսել նման խոսակցություն,
Ես էլ լսել եմ Որտեվ նման Իրանի հետ խոսակցություն, ամենամոտ որովհետև ակտիվ հարաբերությունները նաև ինքն հարաբերությունները ունի։ Արմեն Գրիգորյանն է պահում, շփումները, որոնք տեղի են ունենում այդ մակարդակով են, քանի որ ասեմ ձեզ նաև, որ Իրանի արտաքին քաղաքականությունը եւ մանավանդ տարածաշրջանային քաղաքականությունը վերջին շրջանում մեծապես վերահսկվում է նաև ազգային անվտանգության խորհրդի կողմից, որի քարտուղարն է դոկտոր Ալի Լարիջանին, այսպես կոչված Իրանի քաղաքական դաշտի ոչ միայն հնաբնակներից, այլ առանցքային դեմքերից եւ ամենապրակտիկ դեմքերից ու ազդեցիկ դեմքերից մեկը զբաղվում է դրանում, բնականաբար շփումները այդ մակարդակի վրա են տեղի ունենում, որովհետև ինչպես նշել եմ, Իրան-Հայաստան հարաբերություններում եւ այն ինչ որ Կովկասում տեղի է ունենում, հիմնական բաղադրիչը, որը մտահոգում է Իրանին, դա անվտանգային խնդիրներն են, որոնցով անմիջապես զբաղվում է ազգային անվտանգության խորհուրդը արտաքին քաղաքականության ոլորտում։ Այո, փորձագիտական շրջանակներում շփումները, որ ունենում ենք փորձագետների հետ, այդ անունը շրջանառվում է, բայց ոչ մի պաշտոնական բան չկա։ Թե պաշտոնականի չէ, Այո, գիտենք ես Իրանում կարող եմ ասել, փորձագիտական որ հա, շրջանակներն էլ ինչ են հա, նշանակում։ ես կարող եմ ասել, որ այո, այդ անունը շրջանառվել է եւ ես էլ եմ լսել իրենցից, որ հնարավոր է հավանական թեկնածուն ԿՊԱ-ական իշխանությանը եւ եթե պիտի այս իշխանությունները այսպես կոչված արևմուտքի կողմից ինչ որ ձևափոխվան ենթարկվեն, կարող է լինել Այսինքն հաստատում եք, որ այո, Իրանի փորձագիտական շրջանակում այդ գոնե անուն եղել է այո, այդ կարծիք, որ ինչ որ բայ կարող է Արմեն կարող է Գրիգորյան Արմեն դառնալ։ Գրիգորյան։ Լավ, գալիս ենք նորից մեր հարաբերություններին Իրան-Հայաստան, հա։ Դուք ասացիք, չեք բացառում, որ ինչ որ պահի Իրանը կարող է կտրուկ դիրքորոշումը իր փոխել Հայաստանի այս վարող քաղաքականության մասով։ Երբ կարող է լինել այդ պահը։ Այդ պահը կարող է լինել այն Որտեղ տեսեք բաժին, նախորդ տարի ներողություն մենք Իրանում ենք եւ լսում ենք փորձագիտական շրջանակների գնահատականները, զեկույցները, որոնք էլի կապված են Իրանի պետական հաստատությունների հետ եւ նախորդ տարի նոր էր տեղի ունեցել Սիրիայի ասադական իշխանության անկումը եւ էլի հիմա Սիրիայի մասով էլ իրենք ունեին կարմիր գծեր, անթույլատրելի բաներ, բայց Սիրիայի տեղի ունեցավ այնինչ տեղի ունեցավ։ Հիմա Նաև Հայաստանում մի տեսակ բան կա, շատ ակնկալիք կա Իրանից, որը ես կարծում արդարացված չի, որովհետև Իրանը որևէ պարտավորություն չի ստանձնել մեր փոխարեն տարբեր բաներ անելու, հա, մեր անվտանգությունն ապահովելու։ Իրանը կարող է ուղղակի այսպես աջակցող գործոն լինել, որևէ այլ ավել։ ես սկսեմ նախ Սիրիայի կտրվածքով, ասեմ, Սիրիայից սկսեմ, շատ պարզ փաստ կար։ Ասադի ռեժիմը, որը տապալվեց, արդեն այսպես կոչված այդ ներդրումը, որ Իրանը կատարում էր այդտեղ, արդեն թվում էր, որ արդարացված չէ, որովհետև երբ ռեժիմը ինքը ցանկություն չունի համագործակցություն շարունակել, ինքը տրվելով արաբական երկրների, մասնավորապես Միացյալ Էմիրությունների, Կատարի կամ Սաուդյան Արաբիայի խոստումներին փորձում է Իրանի հետ կրճատել իր հարաբերությունները, նվազագույնի հասցնել եւ ինչպես արդեն կամաց բացվում է այսպես կոչված վարակույրը բարձրացել է եւ մենք կուլիսներում տեղի ունեցածին ենք ծանոթանում, որ Սիրիայի իշխանությունները արդեն մոտ տարի ու կես փորձում էին միգուցե եւ 2 տարի որպեսզի Իրանի ներկայությունը իրենց երկրում նվազագույնի հասցնել, երբ նման բան կա, դու չես կարող սիրիացիներից ավելի սիրիացի, Ասադից ավելի Ասադ, բասկուսակցությունից ավելի բասական լինել։ Եվ երբ Իրանը տեսավ, չմոռանանք, որ այդ ճգնաժամը, որ սկսվեց, վերջին ճգնաժամը, որի արդյունքում իշխանությունը կորցրեց Ասադը, երկու կարևոր այս տեղի ունեցավ Ալի Լարիջանիի եւ արտգործնախարար Աբբաս Արաղչիի այցը, որի ընթացքում բնականաբար Իրանը Ասադին առաջարկել էր իր ամբողջական զորակցությունը, աջակցությունը իրավիճակը վերահսկելու, կարգավորելու առումով։ Իսկ երբ Իրանը տեսավ, որ բացակայում է այդ կամքը բացակայում է, որպեսզի միջամտի Իրանը եւ կանխի աղետը, որը տեղի է ունենում երկրում, շատ բնականաբար հրաժարվեց այդ ամեն ինչից։ Ինչ կապված է Հայաստանի հետ, այո, քո դիտարկումը սիրելի Բորիս շատ ճիշտ է։ Հայաստանում կա այսպես թյուր կարծիք,
ռուսների հետ կապված, Իրանի հետ կապված, Ֆրանսիայի հետ կապված, հիմա Միացյալ Նահանգների հետ կապված, որ իրենք պիտի գան լուծեն Հայաստանի խնդիրները, Եվ լուծեն հետո թողեն Հայաստանի գնան, շատ կարևոր պայման է, որ այո, թողեն գնան։ անվտանգության հարցը, հետո թողնեն գնան, տենց բան չի լինում։ Տենց բան չի լինում։ Ինչպես ընդունված է ասել, այդ թակարդում պանիրը ձրի չի, հենց այնպես դրված չի։ Նման բան չի լինում։ Երկրները ցանկացած երկիր, այդ թվում հիմա մեր զրույցի թեման Իրանի Իսլամական Հանրապետություն, բնականաբար շարժվում են իրենց շահերից ելնելով։ Այլ կերպ լինել չի կարող։ Շարժվում են այդպիսին։ Հիմա այստեղ նույն բանը կա։ Կա մի կարևոր հանգամանք, երբ այստեղ հասարակությունը ակնկալում էր ինչ-որ շրջան, թե 44-օրյա պատերազմի ընթացքում, թե դրանից հետո կար որոշակի դժգոհություն, խռովվածություն, այսպես ասած, թե ինչու Իրանը չմիջամտի։ Մենք մտածում ենք, որ Իրանը կմիջամտի եւ իրավիճակը կփրկի։ Իրանի միջամտությունը այդքան հեշտ չի ստացվում։ Եթե երկիրը, այս դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ իշխանությունները չեն դիմում Իրանի Իսլամական Հանրապետության, որպեսզի Իրանը ներկայություն ունենա, Իրանը ազդի այս ամեն ինչի վրա, ռազմական, քաղաքական, ես չգիտեմ, տարբեր անվտանգային առումներով ներկայություն ունենա, Իրանը հո չի կարող ինքը միջամտել։ Սիրիայում ինչպես Իրանը ներկայացավ, որ ճգնաժամից ոչ ճգնաժամ, որ սկսվեց, դեռևս 2008-10 թվականի այդ թվականին ճգնաժամը, որը սկսվեց Սիրիականը, Սիրիայի պետությունը հրավիրեց Իրանին եւ Իրանը այնտեղ ներկայություն կարեց։ Այդ երկրի պետության հրավերով, կառավարության հրավերով ներկայացավ։ Բայց եթե նման հրավեր չլինի, Իրանը այտենց հեշտ չի ոչ Իրանի համար, ոչ մեկ այլ երկրի համար։ Ուրիշ բան էլ արձանագրենք, պարոն Շահնազարյան, կարծում դուք էլ որպես վերլուծաբան կփաստեք, որ Իրանը Հայաստանի հրավերով չէր կարող անգամ գնալ Արցախ, եթե անգամ հրավերը լիներ։ Հայաստանը պիտի ճանաչեր Արցախը, պիտի ռազմատեխնիկական համագործակցության, միջպետական համաձայնագրեր լինեին, որ ինչ որ կարգավիճակ լիներ, այսինքն Իրանը երրորդ կողմի հրավերով չէր կարող գնալ Արցախ։ Նախ Արցախ չէր կարող գնալ, երկրորդ եւ շատ կարեւոր խնդիր որ կա, Արցախը շատ նուրբ հարց էր Իրանի համար նույնպես։ Ես ամենայն պատասխանատվությամբ նշում եմ, որ Արցախի Հանրապետության գոյությունը բխում էր անմիջականորեն Իրանի ազգային անվտանգության շահերից։ Տեսեք, ինչքան էր կրճատվել սահմանը Ադրբեջանի հետ, ինչքան էր այսպես կոչված այդ փանթուրքիստական շարժումներին զսպում, անջատողական շարժումներին զսպում։ Երբ գոյություն ունի Արցախը, երբ Ադրբեջանը հաղթել է այդ պատերազմում, հիմա Իրանը գործ ունի մի ձգված սահմանի հետ, որտեղ կա հաղթող պետություն, պատերազմում հաղթող պետություն, որի դերակատարությունը Հարավային Կովկասում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով կտրուկ բարձրացել է, ինքն էլ արդեն մի քիչ իր վրա ավելին է վերցնում ու հոխորտում է, դրա հետ զուգահեռաբար Իսրայելի գործոնը Իրանի սահման եկել են Իրանի միավորներ, որոնք վստահաբար բարեկամաբար չեն տրամադրել։ Ցավոք սրտի մեր Արցախի օկուպացված տարածքը այսօր վերածվել է ինչ-որ պլաստարմի Իսրայելի համար։ Բոլորս էլ գիտենք ինչ է տեղի ունենում Արցախում, օկուպացված Արցախում այսօր։ Իրանի անվտանգության շահերից է բխում, բայց այստեղ կար մի այլ հարց։ Այդ սահմաններին ապրող ազերիախոս ժողովուրդը մոտ 20 միլիոն ազգաբնակչությունը, որոնց մի հատվածը, այսպես թե այնպես Արցախի հարցով ուներ իր հստակ կողմնորոշումները պրոադրբեջանական, բնականաբար, ես չեմ ասում ամբողջը, նման բան գոյություն չունի, ամենայն պատասխանատվությամբ ասում, բայց մի հատվածը կար։ Արցախի իսլամական աշխարհի արձագանքը այդ ամեն ինչին գիտենք ինչպես էր Արցախյան խնդրին եւ Իրանի միջամտությունը Արցախում գրեթե ոչ տեսականորեն, ոչ այսպես տրամաբանորեն անհնար էր, բայց այդ ակնկալիքը կար, որ ինչու Իրանը չի գալիս Հայաստանում Հայաստանի սահմանը պաշտպանելու, գալիս են Ջերմուկում են տեղավորվում, չգիտեմ Սիսիանի բարձունքներում են տեղավորվում, Սյունիքից են տարածքներ վերցնում, ինչու Իրանը չի միջամտում։ Իրանը հո հենց այնպես չի կարող գա միջամտել երկու այլ պետությունների սահմանային հարաբերություններում, եթե դրանցից մեկը չի պահանջել անգամ մեկ զինվոր, մեկ ռազմական մասնագետ ներկայություն ունենա։ Եթե պետության կողմից հրավերը չլներ, ապա Ադրբեջանի զորքերի ներկայությունը եւ Իրանի զորքերի ներկայությունը համազոր օկուպացիային համարվելու, այսինքն առանց իշխանության հրավերի։ Հիմա վերջին հարցը, պարոն Շահնազարյան, Իրանի տնտեսական վիճակը ինչի մասին է խոսում, որովհետեւ անդադ իրանական դրամը արժեզրկվում է,
անդադ տնտեսական ինչ-որ նոր խնդիրներ են առաջ գալիս, արևմտյան սանկցիաները շարունակվում են։ Մի խոսքով, տնտեսական վիճակը ինչ է հուշում։ Տնտեսական վիճակը ճգնաժամային է։ Ճգնաժամային է։ Սա երկու կարծիք լինել չի կարող։ Պետական մակարդակով էլ է այդ մասին խոսվում, հոգևոր առաջնորդն էլ է անընդհատ ակնարկում, որ տնտեսական վիճակը ճգնաժամային է եւ դա լուծում է ուզում։ Կա բազմաթիվ խնդիրներ, այո, արևմտյան սանկցիաները իրենց ազդեցությունը թողնում են այս ամեն ինչի վրա, կա ենթակառուցվածքների, այսպես կոչված թարմացման խնդիր, սղաճն է շատ բարձր, ազգային արժույթի առեզրկումն է շատ բարձր, որ այս բոլորը կտրուկ ազդում են հասարակության կենսամակարդակի վրա, մանավանդ միջին խավի կենսամակարդակի վրա։ Միջին խավը նիհարել փոքրացել է այսօր Իրանում եւ ստեղծվում է այս ամենի արդյունքում ստեղծվում է այսպես կոչված անարդարության զգացողություն հասարակության մեծ մասի մոտ։ Դրա վրա ավելացել է նաև էկոլոգիական խնդիրը, որ կա 10 տարուց ավել տևող երաշտը, ջրային ռեսուրսների հետ կապված ճգնաժամը բնական երևույթ է։ Չնայած մասնագետները նշում են, որ եթե տարիների ընթացքում իրար հաջորդ կառավարությունները ճիշտ, այսպես կոչված կառավարման մեխանիզմ մշակեին ջրային ռեսուրսների, միգուցե իրավիճակը մի փոքր ավելի լավ լիներ, որովհետև երաշտ է, այդ երաշտի դեմ ոչ մի բան չես կարող անել։ Իրանն էլ 2/3-ը անապատային երկիր է։ Այս խնդիրները կան, սրանք կարող են լրջագույն մարտահրավերներ լինեն ցանկացած կառավարության համար, նաև համակարգի համար, որոնք պահանջում են անմիջական լուծում, օրակարգային կարևոր խնդիրներ են, տնտեսական իրավիճակի բարելավումը, ազգային արժույթի անկման կասեցումը, սղաճի կասեցումը եւ որոշակի բարեփոխումներ սոցիալ հասարակական իրավիճակում, սոցիալ-տնտեսական ներողություն իրավիճակում, որը ժողովրդին եւ մանավանդ միջին խավին ու ավելի ցածր խավին ինչ որ շնչելու հնարավորություն կտա, եթե դուք հետևում եք սոցիալական ցանցերին ու տեսնեք սոցիալական ցանցերը, ցավոք սրտի Իրանում կա մի 5%-անոց խավ, որոնց համար կարևոր չէ այսօր բենզինը ինչ գնի կլինի, դոլարը ինչ գնի կլինի, արժեքների սղաճը ինչպիսին է լինելու, արժեքները ինչ բարձրացում ունեն, իրենք իրենց կյանքն են վայելում ու ապրում են։ Մինչդեռ հասարակության այդ 95%-ը անմիջականորեն իր վրա կրում է այդ ամենի ազդեցությունը եւ սա հասարակական խզում է ստեղծում։ Սա շատ վտանգավոր է այդ խզումը, անարդարության զգացողություն հասարակության մեծ մասի մոտ, որի մասին նաև ես նշեմ հոգևոր առաջնորդը անընդհատ զգուշացնում է բոլոր կառավարություններին, որ սա պետք է վերացվի, այս անարդարության զգացողությունը, այս հասարակական խզումը, որը գոյություն ունի, պետք է վերացվի, կառավարությունները պետք է ուշադրություն դարձնեն այսպես կոչված ժողովրդի կենսամակարդակի բարելավմանը։ Սա կարևորագույն մարտահրավերներից է, որ այսօր Իրանում գոյություն ունի եւ կարող է լուրջ ճգնաժամի վերածվել, եթե համապատասխան լուծումը չստանա։ Ակնկալիք կա, տեսեք, ճգնաժամեր կան, որ ցանկացած պարագայում, որ նայում ես, որ այդ ճգնաժամի վերջը երևում է, որ ինչ որ բայ հարցը կլուծվի հիմա։ Իրանի պարագայում այս տնտեսական, սոցիալական այս ճգնաժամի վերջը երևում է, թե դա անընդհատ, այսպես ասեմ, թե դա վերջ կլինի Իրանի այսօրվա իշխանության դիրքերի թուլացմամբ, թե կարող է նրանց դիրքերի ուժեղացմամբ ինչ որ այս ճգնաժամի վերջը լինել։ Պետք է որ վերջը գտնվի։ Ամենան պատասխանատվությամբ նշեմ, որ պետք է վերջը գտնվի, որովհետև նշում եմ, սա այն ճգնաժամն է, որը կարող է հարվածել։ Չմոռանանք 12-օրյա պատերազմի ընթացքում դրանից առաջ եւ նաեւ դրանից հետո ու այդ ընթացքում Իսրայելը այսպես կոչված այդ հոգեբանական պատերազմում մատը դրեր հենց այս վերքի վրա, արտասահմանում աշխատող ընդդիմությունը, որը վերածվել էր իսրայելական 5-րդ շարասյանը, այս պատերազմում մատը դրեր հենց այդ վերքի վրա, փորձում էին հասարակական խռովություններ, հասարակական ընդվզում ստեղծել երկրում։ Բարեբախտաբար Իրանի հասարակությունը այնքան հասունություն ուներ, ազգային մտածողությունը այնքան հզոր էր, պետականության հետ կապվածությունը այնքան հզոր էր, որ արտաքին թշնամու հետ պատերազմի պարագայում հասարակությունը մոռացավ ամեն ինչ, համախմբվեց այդ պատերազմում հաղթելու համար։ Բայց պատերազմի ավարտից հետո
երբ ամեն ինչ իր տեղն է վերադառնում, հասարակությունը սկսում է հիշել այդ ամբողջ խնդիրները, որ ունի։ Եվ այնպես չի, որ այդ հոգեբանական պատերազմն ավարտվել է։ Այդ հոգեբանական պատերազմը շարունակվում է նոր մեթոդներով, նոր ձևաչափով, նոր, այսպես կոչված հնարքներ կիրառելով շարունակվում է։ Եվ եթե վերջը չգտնեն, սա կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ Իրանի պետական համակարգի համար։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Աշնանազարյան շատ հետաքրքիր զրույցի համար ես զրուցում եմ Իրանահայ Ալիք հորաթերթի խմբագիր վերլուծաբան Արամ Շահնազարյանի հետ, տեսություն կհանդիպենք։